Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև բանակցություններից հետո խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Երկու երկրները մարտի 13-ին հանդես են եկել հայտարարություններով խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Միրզոյանը շեշտել է, որ համաձայնագիրը չի ենթադրում տարածքային փոփոխություններ կամ երրորդ կողմի վերահսկողություն Հայաստանի ենթակառուցվածքների վրա։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Համաձայնագիրը չի ներառում նաեւ միակողմանի դրույթներ եւ կարգավորումներ։ Այս մասին փաստում է եւ արտգործնախարարը եւ վարչապետը։ Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառությամբ հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու է միայն Ադրբեջանին, եւ չկա որևէ կարգավորում, որը մեզ ստանում է ոչ թե խաղաղության հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի Հանրապետության նվաստացումն է արձանագրում։ Բաքվից շարունակում են ակնկալիքներ ունենալ, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, նշելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Համաձայնեցված դրույթներում կա արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, այս թեմայով Հայաստանը որևէ քննարկումներ չունի Ադրբեջանի հետ։ Մենք կարծում ենք, որ առավել եւս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Ըստ վարչապետի հայկական կողմի համար էլ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Փաշինյանը խնդիրը լուծված է համարում, հենց համաձայնեցված տեքստի առկայությամբ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը նաեւ համաձայնել են երրորդ երկրների ուժեր չտեղակայել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Երևանի եւ Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են տարբեր երկրներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Պաշտոնական Թեհրանը համաձայնությունը որակել է որպես կարևոր քայլ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Վրաստանի ԱԳՆ-ն այն անվանել է պատմական, իսկ Գերմանիայի արտգործնախարարը ոչ միայն ողջունել է, այլև կոչ արել ստորագրել այն։ Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Ավստրիան եւ Էստոնիան նույնպես ողջունել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Թե երբ եւ որտեղ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը դեռ հայտնի չէ։ Այս հարցի շուրջ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հնարավորինս արագ խորհրդակցություններ սկսել։